Ողջույն, այսօր կպատրաստենք կիևյան կոտլետներ։ Վերցնում ենք ամբողջական հավ, ցանկալի է լինի տեղական, թարմ վիճակում։ Օգտագործելու ենք կրծքավանդակի միսը և բդիկները։ Կարող եք օգտագործել միայն կրծքավանդակի միսը, ինչպես որ նշվում է օրիգինալ տարբերակում, սակայն ես նախընտրում եմ օգտագործել նաև բդիկների փափուկ միսը, որպեսզի կոտլետն ավելի նուրբ լինի և ավելի փափուկ։ Հիմա կտրատում ենք հավը, այնուհետև անջատելու ենք միսը ոսկորից և հեռացնելու ենք կաշիները։ Բդիկների ոսկորի ներքևի հատվածում կան կոպիտ ջիլեր, դրանք նույնպես հեռացնում ենք։ Տեղավորում ենք հարմարավետ ամանի մեջ։ Նույն կերպ նաև անջատում ենք կրծքավանդակի միսը ոսկորից։ Այնուհետև կտրատում ենք փոքր մասերի, որպեսզի ավելի հեշտ լինի աղալ մսաղացով։ Միսը կտրատված պատրաստ է, ինձ հարկավոր կլինի նաև հաց, 1 կարտոֆիլ, 2 միջին չափսի սող և 2 հավկիթ։ Հացը նախապես պետք է թրջել ջրով կամ կաթով։ Այնուհետև քամում ենք հացը։ Հիմա բոլոր բաղադրիչները հերթականությամբ աղում ենք։ Մեզ հարկավոր կլինի նաև խառը կտրատված կանաչի։ Կարող եք օգտագործել նաև ցիտրոն։ Կտրատում ենք հնարավորինս մանր։ Ըստ ճաշակի կարող եք նաև սխտոր ավելացնել։ Միսն արդեն պատրաստ է։ Հիմա ավելացնում ենք աղ, սև և կարմիր պղպեղներ, կտրատված թարմ կանաչի և 2 հավկիթ։ Խառնում ենք միսը, որպեսզի ստանանք միասեռ զանգված։ Ապա տեղափոխում ենք սառնարանը մոտավոր 2 ժամ։ Հանում ենք սառնարանից և սկսում ենք ձևավորել կոտլետները։ Նախքան այդ կտրատում ենք կարագը, որպեսզի տեղավորենք մեր կոտլետների մեջ։ Կարող եք օգտագործել նաև հալվող պանիր։ Սկուտեղի վրա մի փոքր պաքսիմատ ենք շաղ տալիս։
Մսի մեջ ավելացնում ենք կարագ և փակում ենք։ Այնուհետև միսը շաղ ենք տալիս պաքսիմատի մեջ և տեղավորում ենք սկուտեղի վրա։ Ինձ մոտ ստացվեց 20 հատ կոտլետ։ Տապակում ենք կոտլետները երկու կողմից, ամեն կողմը 5-ից 7 րոպե։ Բարի ախորժակ։